ես ես օրուց եմ տալիս, հենց հիմա վերցնեմ ձեր հեռախոսները, բացրեք Facebook-ը եւ տեսնեք թե հերթական անգամ, հերթական օրը քաղաքական հայտի ուժերի դերակատարները ինչեր են խոսացել։ Մեկը դրան տապանակ կարող է, ելի հայրենակիցներ։ Մեկը արժների մասին է խոսում, ելի հայրենակիցներ։ Մեկը ինչ-որ 300,000 նեքսն է խոսում, տարբեր ազգություններից։ Մեկը թոշակնա բարձրացնում 600%-ով։ Ես ամսի 28-ին դες հսկայական, որը հանդես ենք իրականացնել, չրտեսնված, հանցաշրջանային մակարդակի, աննախադեպ բարձրացել։ Դուք տեսեք, թե ինչպիսի զահլան ենք տանելու առաջիկա 10 օրը մինչև ընտրությունները մնացած քաղաքական ուժերը անում մի բանի, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այսինքն մասնակցեն բևեռացված հասարակության այդ հատվածները, որոնք բևեռացված են, որքան հնարավոր է անձրցացնեն քաղաքական պրոցեսը եւ բոլորի դերակատարությունը ով է տալիս ձեզ սիրելի քաղաքացիներ անպայման մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների, քվեարկել բոլորին դեպի կուսակցության հողտին, որը ունի ընդհանրապես մի քանի ծրագիր իրականացնելու, շատ պարզ հստակ, բայց այսօր բոլորին դեպի կուսակցությունը դրա համար չի համակերպվել, համեցեք սիրելի քաղաքացիներ, կարող եք մոտենալ վերցնել գլխարկները սանտական շատ չի, ձեզ ոչ ոք չի ձայնարկնում, հետո չի հրապարակվելու, մի խոսքով, բոլորին դեպի կուսակցությունը այսօր տանելու է քաղաքացիների զահլաները և ուղիղ ժամը 2-ին այստեղ կհայտնվի մեր Սպայդերմենը, ընդհանրապես 9 րոպե հետո Սպայդերմենը կհայտնվի այստեղ և չգիտեմ դիկտատորի համարել է անակնկալ ինչ անել Սպայդերմենը, ինչ ներով է մեր բոլորի զահլաները տանելու, բայց հաստատ ինչ-որ մի հատ հետաքրքիր բան մտածած կլիներ։ Ակցիա անունը այսօր մեր կուսակցության մի շարք անդամներ տեղադրեցին արձան զահլան տանելու եւ ով որ կտանի այս 3 րոպե զահլան փոխանցում եմ ձեզ պարոն Գևորգ Հարգելի ներկայացուցիչներ, ինչպես տեսնում եք, մենք հավաքվել էին ոչ թե զահլա տանելու, այլ հավաքվել ենք ժողովրդի զահլայի արձանը բացելու։ Դա ժողովրդի զահլայի արձանի բացումն է ու տրամաբանությունը կայանում է հետևյալով։ Երևի բոլորը լսել եք Էքսկալիբուր թրի մասին ու թագավոր Արտուրի մասին։ Ըստ լեգենդի թագավոր կդառնար այն մարդը, կստանար ամբողջ իշխանությունը Անգլիայում այն մարդը, ով որ կարողանար այդ թուրը հանել քարի մեջից։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը դրանով շատ նման է Անգլիային, մենակ մի տարբերությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը այն ուժը, ով որ կարողանում է ժողովրդի զահլան տանել։ Այսպիսով Սպայդերմեն խնդրում եմ բացել դեմը բացել։ Ուշադրություն, հիմա տեղի է ունենալու զահլայի արձանի բացումը։ Այսօրվանից հետո ոչ մեկ չի կարողանալու տանել ձեր զահլան, որտեղ այն կշռում է 500 կիլոգրամ ծափահարություններ։ Այս սիմվոլը թող մնա այստեղ եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնց մենք դեմ ենք, իսկ մենք դեմ ենք բոլորին։ Իմանան, որ այլևս չեն կարողանալու տանել ժողովրդի զահլան։ Սա ժողովրդի զահլայի սիմվոլն է։ Ներողություն այդ բառի ոչ խորը հայկական ծնունդի համար, բայց ավելի լավ բնութագրել մեր քաղաքական գործիչների արարքը մենք չէինք կարող։ Սա զահլայի արձանն է։ Խնդրում եմ այն քաղաքացիները, ովքեր այստեղ աշխատում կամ ապրում են, ուշադիր լինեն, փորձեր լինելու են, որ մեր զահլան տանեն։ Խնդրում եմ կասեցնել այդ փորձերը, իսկ ոստիկանությանը կխնդրեմ համարեք խուլիգանություն, եթե տեսնեք մեկը զահլայի արձանը ուզում է տանի կամ բռնանա մեր զահլայի հանդեպ։ Այսօրվանից էլ պետք է այնպես լինի, որ մեր բոլորիս զահլան չկարողանան տանեն։ Դրա լավագույն ձևը բոլորին դեմ եմ կգաթերթիկ համար 2-ն է։ Երբ որ դուք բոլոր զահլատանողների 2 դնեք, նրանք կմնան նույն դասարանում, իսկ արձանը իր տեղում։ Իդեպ քաղաքացիների համար նկարվելը ազատ է, որովհետև զահլան պատկանում է ձեզ, բոլորից, սա ձեր յուրաքանչյուրիդ ու ամենքիդ զահլան է։ Կարող եք տնօրինել ու փայփայել ձերի պես։ Երևի այսքան է այս պահին։ Պարոն Սպայդերմեն գոհ եք։
LLM-ում բանանենք, Իմ բոլորը համարը բոլորը, ես չեմ քնում վստահորեն չասեմ բոլորը, որտեղ ուժեր կան ինչքան գիտեմ նույնիսկ չեն կպցրել, եթե իրենք չեն կպցրել, չեն էլ խախտել, բայց ովքեր որ կպցրել են, ես շատ եզակի դեպք եմ, օրինակ Սամվել Կարապետյանն ուժը սկզբում աջորդ էր կպցնում, հետո տեսավ Փաշինյանն ու Քոչարյանը մեծ են կպցնում, այդպես որոշեց մեծ կպցնել, հետո տեսավ նրանք էլ ավելի մեծ են կպցնում, որոշեց 3 հատ կպցնել, այսինքն ստատիս կանոնա չէ դա, ասենք հստակ, բայց ինքը պարզ պահվող կանոն է, այդ կանոնը ինչ է պարզ էլ մնաց այն լուրջ հարցերի շուրջ ինչեր են իրար ասում Իրելի հայրենակիցներ ուրիշի յոգից դուք կարող եք քվեարկել բոլորից չէ նոր որ սետափ է գալի Տղային է, էլի։ Դեդփուլը տեստիրեն։ Իսկ քաղաքացիները հարցնում են ուր է Բեթմենը։